Լիլի անցյալ շաբաթ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը եւ նա առանձնազրույց ունեցան, որտեղ նաեւ առանձնացվեց հետեւյալ թիվը. երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մասին խոսելիս Վլադիմիր Պուտինը հնչեցրեց 11 միլիարդ դոլար թիվը։ Դա որքան է մեծ, իմ ականջին համենայն դեպս դա արտասովոր մեծ թվաց, շատ թվաց։ Արդյոք դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ, նաև այն ֆոնին, որ խոսք էր գնում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության կամ տնտեսական ծավալների նվազեցման մասին զուգահեռ։ Իրականում մեր պաշտոնական վիճակագրությունը ավելի մեծ թիվ է արձանագրում 2024 թվականի 12 ամիսներին Ռուսաստանի Դաշնության հետ մոտավորապես 12.4 միլիարդ դոլար է ապրանքաշրջանառություն եղել։ Տես Գառնիկ, որքանով է մեծ ցուցանիշ։ Իհարկե, որպես բացարձակ ցուցանիշ դա բավական տպավորիչ ցուցանիշ է, բայց եկեք նայենք ընդհանուրի համատեքստում, հա, անցյալ տարի մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը արտաքին մոտավորապես 30 միլիարդ դոլար է կազմել։ Եվ այդ 30 միլիարդից միայն 12.4 փաստորեն բաժին են գնում միայն մեկ երկրի հետ առևտրաշրջանառությանը։ Այս տեսանկյունից իհարկե սա բավական մեծ ցուցանիշ է։ Եթե մենք նայում ենք երկկողմ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, այն համատեքստում թե որքանով է պոտենցիալը հնարավոր է այդ ցուցանիշը ավելացնել, թե ոչ, իհարկե այդ պոտենցիալը կա։ Հատկապես, որ այդ նույն 12.4-ի ներքո 9.4-ը մոտավորապես Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներմուծմանն է բաժին ընկնում եւ միայն 3.2-ը Հայաստանից արտահանվող ապրանքներն են։ Այսինքն առնվազն Հայաստանից արտահանման մասով կա պոտենցիալ, կա աշխատելու դաշտ, հետեւաբար այդ ցուցանիշը ել ավելի մեծացնելու հնարավորություն կա։ Այլ խնդիր կա այստեղ։ Պոտենցիալ կա եւ պոտենցիալի նվազեցումից հետո անգամ մենք ունենք այս թիվը։ Պոտենցիալի նվազեցումը տարիների վերջին տարիների ընթացքում շարունակական գործընթաց է։ Մի կողմից քաղաքական հարթությունում այդ նվազեցումները տեղի են ունենում, մի կողմից այդ թվում նաև պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով տնտեսական խողովակները շատ ավելի ակտիվ եւ համագործակցում են, հա։ Այսինքն այստեղ հակասական իրականում պատկեր է։ Այլընտրանքային խողովակներ եւս ստեղծվել են, միայն Հայաստանը չէ։ Այլընտրանքային խողովակների մասով, եթե Ռուսաստանի Դաշնության համար, հա, Հայաստանի համար է դա շատ կարևոր խնդիր, որովհետեւ հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ մեր ապրանքաշրջանառությունը, առևտրաշրջանառությունը եւ երևի թե ասենք ամբողջ տնտեսական համագործակցությունը թռիչքային աճեր արձանագրեց վերջին տարիներին, այն իշխանության օրոք, որը պարբերաբար խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, իբրև թե թեև դրա անհրաժեշտությունը իսկապես կա, բայց փաստացի մենք ել ավելի մեծացրել ենք կախվածությունը մեկ ուղղությունից։ Հետևաբար թիվը թիվ, հասկանալի է, մեծ ցուցանիշ է, այդ թվում նաև գուցե զարմանքի արժանի եւ այլն, բայց այստեղ կարևորը ոչ թե բացարձակ թիվն է, այլ օրինակ հարցադրումը, իսկ որքանով է դա լավ։ Այսինքն մենք այդքան միայն մեկ երկրին բաժին ենք գնում այդքան շատ ապրանքաշրջանառություն։ Կա օբյեկտիվ հանգամանք, մենք միևնույն մաքսային միության տարածքում ենք, բնականաբար այդ գործոնն աշխատելու է։ Տնտեսական մշակույթի, տնտեսական կապերի խողովակների տասնամյակներով ձևավորված խողովակներ, այսինքն օբյեկտիվ գործոններ կան, բայց այնուամենայնիվ սա տնտեսության ապադիվերսիֆիկացման գործընթաց է փաստացի, թեև հայտարարությունների մակարդակով արվում է լրիվ հակառակը։ Եվ այս ցուցանիշներով մենք արդեն տարին ավարտում է, գնում ենք 2026 թվական, ինչ սպասել հաջորդ տարի։ 2026 թվականին մենք առիթ ունեցել ենք այստեղ խոսել ենք պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները ստեղծում են որոշակի պատրանքներ, իսկ դրա առանձին հարթություններին այսօր եւ նաեւ կարծում եմ հաջորդիվ կանադառնանք փորձենք բարձրաբանել կոնկրետ ինչի մասին է խոսքը։